Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Թալանչիները ասում, անհայրենիք դավաճանները ասում այդ հոկտեմբերի 27-ից հետո, որ լրագրողների հետ պետք է խոսային, որ պետք է հելներ պարզաբանում տար երկրի ղեկավարը հոկտեմբերի 27-ից տեղի ունեցել երկրում, ասում թռաշված չի։ Ինչ-որ դեմքի հիստերիկ շարժումներով ու ներվային հիստերիկ պահվածքով։ Հետ եք տեսել, մարտի 1-ին ասում է, մարդիկ դուրս էին գալիս, կրակում էին, հետո թաքնվում էին մյուս մարդկանց հետևը։ Եվ դրանով ուզում եմ ապացուցի, չերի ու մուխայով, բան եղա, խնդրում եմ էլի, մի ընդհատեք էլի, Տիկին Հակոբյան, խնդրում եմ էլի, ժողովուրդ ջան, հանգիստ էլի, պարոն Օհանյան, հանգիստ ժողովուրդ, լավ հասկացանք, հարգելիս հանգիստ, թողեք խոսեմ էլի, ժողովուրդ ջան, հանգիստ, ուրեմն ասում է կրակում էին, թաքնվում էին մարդկանց հետևը, դրանով ապացուցում է չերյո մուխայով, ուղիղ մարդու վրա կրակելը, ու դիմահար կրակով սպանելը, հասկանում եք, քաղաքի կենտրոնում մարդիկ են մացել, դուք չեք մացել, խնդրում եմ էլի մի բան արեք էլի, մի ընդհատեք էլի, հա գիտեմ, ախր գիտեմ, ժողովուրդ ջան, վերցրել է այդ պայթուցիկը ձեռն է պահել, այդ մարդը վիրավորվել է, շատ եմ ցավում դրա համար։ Բայց դիմահար կրակով մարդ սպանելը ուրիշ բան է։ Այն էլ քանի հոգու է, մի հոգու չէ, որ ասես միամիտ ա եղել։ Ուրեմն եւ դա փորձել է արդարացնել։ Ասում է ուչաստկովի գործը հիստերիկ պահվածքով դեմքը ծռելով էլ խոսում է, մարդկանց վրա դախարը ազդում է, բայց ըստ մենք դες բաներ չենք ասում ստեղից, է։ Մենք արձագանքում ենք, գնահատական ենք տալիս, հասկանում եք։ Չի կարելի գալ, այտենց ինչ-որ մենել մարդկանց վրա գցելով, էլի, ասենք ինքը իր անունից չի ասում, էլի, մարդիկ են դենց ասում։ Մենք կան բան ասենք մարդիկ, որ ձեր մասին ասում են, բայց չենք ուզում բան անենք, էլի, ասենք չենք ուզում ինստիտուցիոնալացնենք այդ բանը։ Պետք չի էլի այտենց գնալ։ Ասում է չկա ոչ մի լումա ապօրինի գույք, պատկերացնում եք։ Ուրեմն բանը կգնաք այդ ցուցմունքը, որ տալիս եք այդ արդարացումները, կգնաք դատարանում կասեք ոչ մի լումա ունեք, չունեք։ Մարդիկ ամեն ինչ գիտեն։ Բայց այտենց պաշտոնավարել եք բանը, միլիարդներ եք կուտակել, այդ ո՞նց եղավ։ Ո՞նց եղավ այդ։ Ղարաբաղը հանձնելուց են խոսում։ Ղարաբաղը հանձնվել է ամեն մարդու ընդեղից գնալով։ Դուք խրախուսել եք ընդեղից լիքը մարդ է գնացել, այդ թվում եկել է Հայաստանում պաշտոններ է զբաղացրել։ Մարդկանց փողոցներում ջարդել է, որպեսզի ժողովրդավարություն չլինի։ Երկիրը ո՞նց են դավաճանում։ Դավաճանում են ընտրակեղծարարությամբ։ Այդպես են դավաճանում երկիր, դավաճանությունից եք խոսում։ Դավաճանում են ընտրակեղծարարությամբ, մարտի 1-ին մարդկանց գնդակահարելով, այդ գնդակահարումը արդարացնելով։ Իսկ ցավակցական խոսք չեք ասել այդ ընտանիքներին, ասեք ինչի մասին եք դուք խոսում։ Ժողովրդավարությունից եք խոսում, անշարժ բանից եք խոսում, կոռուպցիայից եք խոսում։ Լուրջ դուք դրա իրավունքը բարոյական ունեք ընդհանրապես։ Ընդհանրապես Ղարաբաղից եք խոսում, բարոյական իրավունք ունեք, Ղարաբաղցի լինելով լքել եք, թողը գնացել եք Ղարաբաղից։ Ձեր բանը հրաշալի կյանքն եք, պարոն Օհանյան, ձեզ էլ կանադառնամ, էլի եւ պետք է լինի, մի հիշացրեք ձեր մասին, էլի հանգիստ ելույթ եմ ունենում։ Ձեր քաղաքական ղեկավարի մասին եմ խոսում, ձեր պաշտպանյալի, պարոն Մինասյանի պաշտպանյալի, գալիս այստեղ advocate-ի դերատանում Ռոբերտ Քոչարյանի համար։ Ախր լավ գոնե եթե մի քիչ դեմք փրկելու հարց ունեք այդ մարդը մի պաշտպանեք ստեղ։ Նախ ստե դատարան չի, երկրորդն էլ ասենք ձեր պաշտպանության կարիքն էլ երևի չունի, էլի։ Ես ընդամենը ուզում եմ ասել, որ այս ամբյոնը ուժ ունի։ Երբ որ դուք հարված եք հասցնում, նաև այդ հակահարված եք ստանալու։ Եվ այդ հակահարվածը լինելու է ժողովրդի անունից հակահարված։ Եթե դուք մարդկանց անունից եք խոսում, այնց հակահարված կստանաք, ամբողջ կյանք այդ նոկդաուններից ու նոկաուտներից դուրս չեք գա։ Մի արեք այդպես։ Եթե ուզում եք նորմալ, հանգիստ քաղաքակիրթ խոսալ, եկեք նորմալ, հանգիստ քաղաքակիրթ խոսացեք, քաղաքակիրթ պատասխան կստանաք, նորմալ պատասխան կստանաք։ Կգաք ստե թևեր կթափահարեք, գնահատականներ կտակ, երկրի վարչապետին բան կասեք, այնց հարված կստանաք։ Դուք չեք պատկերացնում ուղղակի, ոտերները տակներից հետ կփախչի։ Չեք դիմանա։ Պարոն Օհանյան, դուք սենց ասեմ, էլի, չեք կարող։
Չեք կարող, նույնիսկ համարժեք չի ձեր խոսքը։ Ձեր խոսքը բանի տեղ դնող չկա, արժե զրկված է։ Դուք Քոչարյան Ռոբերտի պաշտպանն եք։ Ուժային պաշտպանը, դուք մարտի 1-ին ժողովրդին, դուք մարտի 1-ին ժողովրդի սպառնացած ուժային եք։ Դուք բանակի ողնաշարը կոտրած ուժային եք։ Դուք բանակը քաղաքականացրած ուժային եք, հասկանում եք։ Չեք կարող, դուք չունեք այդ իրավունքի ինձ այստեղ բան ասելու։ Չունեք այդ իրավունքը։ Հանգիստ պետք է նստեք, լսեք, հարվածները ուտեք, փորձեք դիմանալ, բայց չեք կարող։ Դրա համար առաջարկում եմ, որ քաղաքակրթության սահմանները չխախտենք։ Շնորհակալություն։